Բարեկամներ, եթերում նոր դարն է։ Կրկին մեր հաղորդումը վարում ենք Գրողների միության Թումանյան Բեռնատուն գրական տաղավարից և կրկին մեր հետաքրքրության առարկան պիտի լինի ժամանակակից հայ գրականությունը։ Ինչու այդպիսի սևեռուն հետաքրքրություն արդի գրողների նկատմամբ։ Նախ ձեր ջերմ արձագանքները, սիրելի հեռուստադիտողներ։ Դուք նման թեմաները համարում եք կարևոր և մեր նոր դար հաղորդաշարի այն բոլոր արձարծումները, մտքերը, գաղափարները, որ մենք փոխանցում ենք ձեզ, ձեր մեջ մեծ հետաքրքրություն է արթնացնում։ Ապա ժամանակակից գրականությունը բացառիկ կարևորություն ունի մեր հայրենիքի ներկայի և ապագայի տեսանկյունից։ Ես շատ կցանկանայի, շատ կերազեի, որպեսզի այն մտքերը և գաղափարները, որ արծարծված են ժամանակակից գրականության մեջ, դառնան հետաքրքրության առարկա մեր քաղաքական ղեկավարների, մեր կուսակցական ղեկավարների գործունեության մեջ, այդ մտքերը, այդ գաղափարները փոխանցվեն հանրությանը և մենք հասկանանք ճշմարտությունը, իմանանք ճիշտը մեր ժամանակի մասին։ Ի վերջո, տաղանդավոր գրողները միշտ համարվել են Աստծո քարտուղարներ և բանաստեղծի շուրթերով խոսում է ճշմարտությունը։ Սա շատ կարևոր է, որ մենք նկատի առնենք։ Եվ քանի որ նոր դար հաղորդաշարը հատուկ ուշադրություն է դարձնում արդի մշակույթին, արդի գրողներին, արվեստագետներին, ապա մենք բնական ենք համարում նաև գրական գիտելիքի տարածումը, որը այսօր ցավոք սրտի բացակայում է։ Դուք ուշադրություն դարձրեք ինչ մտքեր են արծարծում անգամ գրականությանը տարանջվող մարդիկ, ինչպես են գնահատում, և դուք տեսնեք, որ մենք գործ ունենք իսկական մշակութային ճգնաժամի հետ։ Չափանիշների խախտումը ակնհայտ է, չափանիշները խախտում են ամենուր, ու այդ է պատճառը, որ մեծ թվով գրողների հսկայական բանակ է գոյացել, որոնք ստեղծագործական արժեք չեն բերում, ովքեր չեն բերում վերին ճշմարտությունը մեր ժողովրդի համար։ Եվ սա կարևոր է դարձնում գրականագետների աշխատանքը, և մենք պիտի մեր հաղորդումների ընթացքում բազմիցս փորձենք անդրադառնալ գրական գիտելիքի կարևորությանը։ Մասնավորապես, մեկ կարևոր հարց. ինչպես է նոր դարը, մեր հաղորդաշարը գնահատում արդի արվեստագետին, ինչ չափանիշների հիման վրա։ Չէ՞ որ, եթե գրականագիտությունը արժեք ունեցող գիտություն է, և շատերը այն կոչում են ճշգրիտ գիտություն, և դրա մեջ մեծ ճշմարտություն կա, ապա ուրեմն ինչ-որ չափանիշների հիման վրա պիտի լինի գնահատականը, ոչ թե իմ կամ որևէ մեկի սուբյեկտիվ գնահատանքի դենքով, բոլորովին այդպես չէ։ Գիտական չափանիշը, որը դուք կարող եք գտնել լավագույն գրականագետների աշխատությունների մեջ, հետևյալն է։ Նախ և առաջ գրական ստեղծագործության մեջ գրականագետները կարևորում են ստեղծագործության բովանդակությունը և գրական երկի գնահատականը մենք տալիս ենք այդ չափանիշի հիման վրա նախ և առաջ թեման և գաղափարը, որ միասնորեն մենք կոչում ենք գրական ստեղծագործության բովանդակություն։ Շատ կարևոր է, բարձր թեման։ Հիշեք, ինչ կարևոր թեմաներ էին արծարծում Հովհաննես Թումանյանը, Ստեփան Զորյանը, Բակունցը, Չարենցը, համաշխարհային գրականության մեր Դոստոևսկին, Տոլստոյը, Չեխովը և ուրիշ բազմաթիվ օրինակներ հիշեք։ Սրանք շատ կարևոր մտքեր ու գաղափարներ են, որոնք այսօր շրջում են երկիր, ստեղծած կերպարներն էլ շրջիկ թափառում են երկրից երկիր, փոխանցելով այն կարևոր գաղափարները, որ բերել են աշխարհի հանճարները։ Բացի այդ, անչափ կարևոր է գրական վարպետությունը, արվեստական ձևը, ինչպես է ներկայացնում այդ միտքը։ Իսկ գրական վարպետության հնարավոր է հասնել միմիայն դասական գրողների ավանդույթները յուրացնելով։ Սա շատ էական հանգամանք է, ահա ինչու մեր չափանիշի հիմքում միշտ դրված է, որքանով է տվյալ գրողը հավատարիմ հայ գրականության ազգային նկարագրին, հայ գրական ոճին, որքանով է մոտ, որքանով է մերձ, որքանով է արտահայտում հայության շունչը իր ստեղծագործության մեջ։ Ահա մեր չափանիշը։ Եվ չենք կարող չանդրադառնալ ժամանակակից ճգնաժամային իրողություններին, մասնավորապես վերջին տարիներին հատկապես սրված կերպով լայնորեն տարածվում են մտքեր, գաղափարներ, որոնք ուղղակի ուղղված են
գրականության, գեղարվեստականության հիմնական չափանիշների խախտմանը շատ հեղինակներ իրենց նպատակն են համարում ջարդել աչուձախ, փչացնել, ոչնչացնել, կասկածի ենթարկել, որը ոչ մի լավ տեղ չի առաջնորդելու։ Մասնավորապես շատ են տարածում գաղափարներ, որ արվեստն ու գրականությունը ներկայացում են ծուռ հայելու մեջ, որ գրականությունը չի կարող եւ չպետք է ունենա դաստիարակչական բնույթ, չի կարող եւ չպետք է լինի ժողովրդական, չպետք է լինի ժողովրդի համար, այլ պիտի վերածվի էլիտար մի զբաղմունքի, մասնավորապես այդ գաղափարները ժամանակին շատ էր արձարծում բանաստեղծ Հովհաննես Գրիգորյանը եւ պնդում էր, որ դա պիտի լինի քչերի զբաղմունքը կամ պիտի գրվի ընտրյալների համար։ Բացի այդ, վերջին տարիներին իսկական պայքար է սկսվել գրականության յուրահատկությունների դեմ։ Պաթոսը, որը գեղարվեստական գրականության կարևորագույն արժանինքներից մեկն է ու հատկանիշներից մեկը եւ էությունն է արտահայտում արվեստի, դարձել է քննադատության թիրախ եւ շատերը սկսել են ուղղակի ծաղրուցանակով անդրադառնալ գեղարվեստական գրականության պաթոսի եւ նրա արտահայտությունների դեմ։ Մինչդեռ իրականում, սիրելի բարեկամներ, պաթոսը գեղարվեստական գրականության եւ առհասարակ արվեստի կարևորագույն հատկանիշներից մեկն է։ Այդ մասին դուք կարող եք կարդալ ակադեմիկոս Էդվարդ Ջրբաշյանի գրականագիտության ներածություն, գրականության տեսություն, աշխատությունների մեջ, իսկ նույն գիտնականի գրականագիտական բառարանում ահա թե ինչպես է ներկայացվում պաթոսը։ Խնդրեմ ուշադրությամբ հետևեք ինձ։ Պաթոսը հունարեն բառ, զգացմունք ճիրք, նշանակում է կրքոտ ոգևորություն, հոգևոր ուժերի հատուկ վերելք։ Գեղարվեստական ստեղծագործության մեջ պաթոսը արվեստագետի կլանած մեծ գաղափարն է, զբաղմունքը, զգացմունքը, կենդանի ճիրքը, որոնք ոգևորել են նրան, պայմանավորել երկի բոլոր առանձնահատկությունները։ Այս իմաստով գրողին անհնար է հասկանալ առանց որոշելու նրա հիմնական պաթոսը, այսինքն նրա ստեղծագործության որոշիչ գլխավոր գաղափար զգացմունքը։ Օրինակ, Սայաթ-Նովայի պոեզիայի պաթոսը մարդու եւ աշխարհի նկատմամբ տածած մեծ անդավաճան սերն է, արդարության երազանքը։ Վերք Հայաստանի վեպը գրելիս Աբովյանին կլանած պաթոսը եղել է գեղարվեստական խոսքով հարազատ ժողովրդին ծառայելու, նրա քաղաքական ազատության եւ մշակութային առաջադիմության գաղափարը։ Բուրըն զգացմունքով եւ կրկոտությամբ տողորված գրավոր կամ բանավոր խոսքը մենք անվանում ենք պաթետիկ։ Օրինակ պաթետիկ է պայքարող ժողովրդի ուժի, հեղափոխական ոգևորության եւ անձնազոհության նկարագրությունը Չարենցի ամբոխները խելագարված պոեմում։ Այսպիսի կարևորություն ունի պաթոսը մեր դժվար ժամանակներում հատկապես, եւ մենք այս խնդրին պիտի շատ մեծ կարևորություն տանք, սիրելի բարեկամներ։ Հիշում եք Պարույր Սևակի Սքանչելի Հայաստանը, իմ քաղցրանուն, իմ բարձրանուն, իմ տարապած, իմ փարապանց, հների մեջ դու ալեհեր, նորերի մեջ նորու ջահել, դու խաղողի խշմարված բազ, վշտերը ջուր, ինքդ ավազ, դու բարդենի սաղարթաշատ, արունի վար փրված փշատ, դու ճիսավեր ամրոցու բերդ, մագաղաթյա մատյանի թերթ, դու զվարթնոց ավեր տաճար, կոմիտասյան ծիրանի ծար, դու ջրաղաց խորունգ ձորում, դու հորովել անուշ ծորում, փայլ գութանի արծաթ խոփի, դու ներ, նիզակ, մկունդ կոպիտ, դու հայրենի ծխանի ծուղ, դու անգիրվեր, դու սասնածուր։ Ես շարունակեմ բանաստեղծության ընթերցանությունը, բայց սա իսկական ոգևորություն առաջացրեց հենց այս ընթերցանության պահին, եւ մենք շնորհակալ ենք մեր գրողներին, դասականներին եւ արդի գրողներին, որ բերեցին գրականություն, որ ոչի է արթնացնում, ու սա շատ կարևոր է։ Մեր բոլոր դասական գրողները դա ունեցել են։ Հիշեք Հովհաննես Շիրազին, սերն այն է, որ ձյուն աղջկան հուր կրակից ազատես, կայծակ նառնես սրի տեղակ, արծիվ նոթում թրատես, այս է հայ գրականությունը։ Եվ եթե մենք հաղթել ենք Արցախյան առաջին պատերազմում, ահա այս
հայրասիրական պաթոսի այս ուժգնության շնորհիվ ենք հաղթել։ Ինչ ենք կարդում այսօր մեր ժամանակակից գրականության մեջ, ես ինչպես միշտ քննադատության ժամանակ անդրադառնում եմ մրցանակակիր հեղինակներին, պատահական անուններ չեմ բերում։ Ընթերցում ենք, մրցանակակիր գործ եմ ձեզ համար կարդում։ Երկաթե դռներից ներս անօգնական տաղավար է, միջանցքի ամբոխը նոր անձրև էր փնտրում, ես չհասցրեցի։ Սպիտակ միջանցքում սուզվող մարդիկ են, նրանք բոլորն էլ բացել են երկաթե դուռը ու փոշիացել են նույն բազկաթոռին նստած, դիմացը նոր սկսվող սենդից սևացող աչքեր են, որտեղ բոլորը կմեռնեն, որովհետև բոլորը հիվանդ են, բայց ոչ ոք մինչև վերջ չի հասցնի հազալ իր ցավը։ Արդեն նույնիսկ բառերը անկարևոր են։ Դու կարող ես ցանկացած բառի փոխարեն ուրիշ մի բառ դնել, որովհետև ոչ մի բառ իր տեղում չէ։ Սա մի գործ է, որ ստեղծագործություն դժվար է անվանել։ Իսկ հեղինակին ասեմ, Լուսինե Եղիան, որը մրցանակ է ստացել այս եւ այս կարգի գրվածքների համար։ Նման հեղինակները անշուշտ գեղարվեստական գրականության հետ կապ չունեն։ Եվ սա է պատճառը ներկա գրական ու մշակութային ճգնաժամի։ Ելի բարեկամներ, անդրադառնալով այս խնդիրներին եւ ձեզ հետ մտորելով արդի մշակույթի ապագայի ու հեռանկարի մասին, ես ունեմ այսօր ձեզ ներկայացնել մի պայծառ անուն ժամանակակից գրականության շատ հետաքրքրական դեմքերից մեկին, ով ներկայացնում է հայոց ջավախքը, ջավախքի ծնունդ է Միքայել Այգենցը, ում ձեզ ուզում եմ ներկայացնել։ Իմ սեղանին իր գրքերն են, եւ ես խոսակցությունը հարգարժան հեղինակի մասին ուզում եմ սկսել նոր դարի ժառանգները գրքից։ Ինչու այս գրքից, որովհետև մի քանի կարևոր հարցերի պատասխան այս գիրքը մեզ տալու է։ Եվ այսպես նոր դարի ժառանգները սկսում են պատմվածքով, նոր դարի ոսկի հորթերը պատմվածքով, որ ուղղակի բողոք է մեր ժամանակի դեմ։ Մեր ժամանակի դեմ, որ մարդկանությունը կարևոր չի համարում, որ հարազատությունը կարևոր չի համարում, որտեղ ընկերը հեռանում է ընկերից եւ նյութապաշտ հոգիները չափից ավելի շատացել են։ Փողն է նրանց գլխավերևում Աստծո փոխարեն, նրանք չեն փնտրում աստվածային ճշմարտություն, միայն դրամ լինի, փող լինի եւ հանուն դրամի պատրաստ են ամեն ինչի։ Սա հրաշալի մի պատմված եւ խորհուրդ եմ ձեզ տալիս, որ դուք ընթերցեք, եւ այստեղ այս գրքի մեջ կա մի շատ հետաքրքիր դրվագ, որտեղ գիրքը արձակ ստեղծագործությունների ժողովածու է, պատմվածքներ են եւ հուշեր, որոնք անչափ կարեւոր են, Մի հուշապատում ձեզ սիրով ներկայացնեմ, Շռնդալից Շիրազը։ Աչք բացեցինք, եկել էր։ Եկել շքեղ, շռայլ, Շիրազի մասին է խոսքը։ Ու մտել հայ պոեզիա, բերելով հայ հին բանի գարնանային թարգմություն։ Եվ մենք, ես, Սիրակը, Խաչիկը, 17-ամյա շողշողուն պատանիներ, ամեն արտու արտանում էինք որպես մեծ հայրենասեր նրա շռայլ տարերքի, Շիրազի շռայլ տարերքի ու աստվածատուր ձիրքի լույսն ու շորշոփը մեր հոգիների վրա։ Եվ ոտքից գլուխ բանաստեղծված սևով սպիտակին էինք հանձնում մեր առաջին փոփոխանքները։ Ինչ սքանչելի է երիտասարդները Հովանես Շիրազի բանաստեղծական փառքի տարիներին։ Միքայել Այգենցը ներկայացնում է նաև իր առաջին հանդիպումը լեգենդար բանաստեղծ Շիրազի հետ։ Միշա ձերկարեցի ձերքս, ձերքը մեկնում է Շիրազին եւ տալիս է իր անունը։ Միքայել, էստուց էդև Միքայել եղավ, կտրուկ ասաց Շիրազը, քրոջդ անունն ինչ է, քնար, ասացի կարմրելով, անուշ անուն է, կասես իրեն, շնորհակալ եմ։ Եվ երբ սեղանին ջինի է հայտնվում, Շիրազը խորհուրդ է տալիս, ծո, մարդաբարի խմեցեք, դեմքերիդ աղվավազը թափի, ասաց ու ծիծաղեց։ Հաջորդ նրվագը, որը ներկայացվում է այս տաղանդավոր գրքում, հետևյալն է։ Խոսում են գրական անունների մասին եւ Հովանես Շիրազը առաջնորդի իրավունքով ասում է.
ուրեմն Վիկտոր Հովսեփյան նշանավոր բանաստեղծի մասին է, Վիկտորը թող մնա Հովսեփյան, իսկ դու Միքայել գրական անուն գտիր։ Իդեպ արևոտ բաներ կգրես, արի կեղնի քեզի անվանենք Միքայել Այգենց, հիանալի է, էստուց էդև Միքայել Այգենց, կարճ կապեց Շիրազը։ Ահա որտեղից Միքայել Այգենց գրական անունը։ Եվ ահա թե ինչու այս գրքով ես սկսեցի ճամփորդությունը Միքայել Այգենցի կանչելի ստեղծագործության ուղիներով, որովհետև կեսագրական այս դրվագը շատ կարևոր է Ջավախքի մեր տաղանդավոր բարեկամի ստեղծագործությունը հոգին ճանաչելու համար եւ նրա գրական ճանապարհը։ Հաջորդ գիրքը, որ եմ ձեզ ներկայացնել, բանաստեղծական ժողովածու է, Միքայել Այգենցի տարերքը պոեզիան է, աղոթքներ քնելուց առաջ։ Բանաստեղծական ճգնակ մի ժողովածու, որտեղ կարող եք գտնել իսկական գրական գոհարներ։ Հաճելին այն է, որ բանաստեղծի իր ոճը ունի, գրում է հայ դասական գրականության սքանչերի աշխարհի մեջ եւ արժեքներ ստեղծում, անմահեջեր է ստեղծում։ Ուղղակի ես իբրև գրականագետ ինձ ճանաչողները բոլորը գիտեն, ես ավելի եմ ուրախանում իմ տաղանդավոր եղբայրների ստեղծագործությամբ եւ ստեղծագործական նվաճումներով, քան հենց իրեն բանաստեղծները։ Վահան Տերյանի լուսե տեսիլ, իջիր վերից, հոգուս հիվանդ, որբ, թափար, մի եղեգան սրինգ բերինց, բուժիր հոգիս ոսկեղար ու ամբողջ շարունակություն նման գեղեցիկ հայեցի սքանչելի ոճով, բայց շատ կարևոր է Միքայել Այգենցի ոճին հասկանալու համար իր բուրըն բողոքը մեր ժամանակի եւ մեր գրական աղավաղումների դեմ, որ ամենուր է ի Հայաստան եւ ցավոք իսփյուրս ամենուր է։ Նորեկներին ինչ է ասում բանաստեղծը նորեկներին։ Ուր եք նայում, չեք տեսնում մեզ, ձեր դեմն առնել անհնար է, գիտեմ հարկավոր էլ չէ ձեզ, հին ոսկելար իմ քնարը։ Ես մի անգամից զրույց բռնեմ, զրույց սկսեմ իմ բանաստեղծ Երփոր Այգենցի հետ եւ ասեմ, որ չէ, ձեր քնարը սիրելի բարեկամ, մեզ անհրաժեշտ է։ Գուցե ինչ-որ երևույթներ կան, ինչ-որ ոչ իրազեկ հեղինակներ, որոնք կամահրանքով կխոսեն տաղանդի հանդեպ, բայց Միքայել Այգենց, ձեր ստեղծագործությունը մեզ անհրաժեշտ է։ Ես քանի որ բոլոր ձեր գրքերը կարդացել եմ, իրավունք ունեմ արդեն մասնագիտական առումով ձեզ հետ այս զրույցը վարել։ Նյութի ոչին ու անհունին տանում են ձեզ նոր փորձության, ուր եք տանում արյունասին։ Սա շատ կարևոր զրույց է։ Մի օրացեք հորը մեր, բուր արձաթով դեմ չարի, այնպես սաղկեք նոր օրեր, մեր ծխանին չմարի, այնպես գրեք մեր ծխանին չմարի։ Ես ընդհանրապես հատվածներ ձեզ ներկայացնում, որովհետև սիրելի բարեկամներ, լուրջ խոսակցությունը այսօրվանից սկսում է եւ մենք շատ պիտի անդրադառնանք այս բանաստեղծի գործին պիտի անդրադառնանք Երևանում, Հայաստանի մարզերում, Ջավախքում պիտի անդրադառնանք, այնպես որ զրույցը համարեք սկսված։ Նորեկներին կրկին դիմում են այն հեղինակներին, ովքեր քանդում են հայ բանաստեղծական տաճարը։ Քանդում եք, շինում, ախ այնպես արեք, ձեր ոտքի տակից հողը չփախչի։ Ջերմուկավոր, ջերմոցավոր տերեր, վարդեր, անարյուն, ինձ օտար են ձեր բուրումները պախ, այս ջերմոցում ծնված, ջերմոցում ապրող տողերը, գրքերը, դերերը, տեղերը, սրանք բոլորը օտար են բանաստեղծի հոգու։ Եվ իր դիմումը շատ հասկանալի է ու շատ կարևոր այս առումով։ Հաջորդ գիրքը, որ ձեզ եմ ներկայացնում, Գիրս մնա հիշատակող։ Սքանչելի մի արժեքավոր գործ, որտեղ ներկայացվում է իր գյուղը, նա Ջավախքի փոքագյուղից է, շատ հրաշալի ու շատ գեղեցիկ։ Ես Ջավախքում շատ տեղերում եմ եղել եւ հաջորդ գյուղը, որ պիտի լինեմ, անպայման եւ տեսնեմ ու սիրեմ այդ գյուղը, իմ բանաստեղծի փոքաների ծննդավայրը։ Ամեն ծաղկի մեջ մի մերկ Աստված կա, սերը դաղցի պես բուրում է վայրի, բացվում են երկնի դռները ահա, ընթառաջ գնա, արեգակ բարի։ Ուղղակի ամեն լավ գործից հետո
ուզում է ծափահարել հեղինակին, որը սիրում է հայ գրականությունը, որը շարունակում է ավանդույթները հայ գրականության հենվելով ավանդույթի վրա ստեղծում է նոր գեղեցիկ էջեր։ Այդ է պատճառը, որ Միքայել Այգեցը տխուր, խոր, իմաստուն տողերով անդրադարձավ Համոսայյանին, նրա մահվան առթիվ։ Մեր հին տան սրբազանությունն ընկավ, ջրակը մերմարեց, պավ դեղին, խաչի պապ խորանի թխունքը հանգավ, ով է շունչ տալու մեր անթեղին։ Ահա այս հրաշալի գիրքը գիրս մնա հիշատակող բանաստեղծական ժողովածուները կարևոր տեղ են զբաղեցնում Այգեցի ստեղծագործության մեջ եւ մանուկների համար գրված այս կանչերի հատորը շատ գեղեցիկ ձևավորված, շատ գեղեցիկ տպագրված, որը անչափ կարևոր եմ համարում, մի քանի տող այս հրաշալիքից Թիթերը իր աչքը բացեց, ծաղկած դաշտում երգեր, խաղիկ, թրթր, թռավ, բայց ով քաղեց առավոտը ճերմակ ծաղիկ։ Ահա սիրելի բարեկամներ, ինչ արժեքներ, որոնք երկար տարիներ փաստորեն չեն նկատվել մեր գրական քննադատության կողմից, եւ դա ես համարում եմ մեր գրական կյանքի թերացումը։ Մենք գրականագետների, գրական քննադատների հատկապես կարիք շատ ունենք սիրելի բարեկամներ, եւ եթե մեր այս զրույցը լսում են երիտասարդները, ապա շատ պիտի խնդրեմ, որ ուշադրություն դարձնեն այս ոլորտին, որ անչափ կարևոր է Սուրեն Աղաբաբյանի, Էդվարդ Ջրբաշյանի, Հրանտ Փամրազյանի աթոռը սպասում է ձեզ, սիրելի երիտասարդներ, մտեք ասպարեզ, բանաստեղծներ ունենք, արձակագիրներ ունենք, բայց այսօր շատ կարևոր է գրական քննադատության դերը, որ պիտի պեղի այս հանքերի մեջ գտնի ադամանդներ, գտնի թանկարժեք քարեր մեր բանաստեղծության ապագայի համար։ Շատ գնահատում եմ Միքայել Այգեցի ուշադրությունն ու սերը հայրենի բանահյուսության նկատմամբ։ Դարձել է նորօրյա բանահավաք։ Ես երբեք չէի մտածի, որ այսօր հնարավոր է ջուղեր մեկնել եւ ջուղերից քաղել բանահյուսական նմուշներ, որը բանաստեղծը արել է, ահա նրա հերթական գիրքը Գոհարներ Ջաբախահայոց բանարվեստի։ Ինչ են գտնում այստեղ, ինչ են կարդում այստեղ։ Այստեղ կան զրույցներ, զվարճախոսություններ, ավանդություններ, հեքիաթներ, առակներ, ասացվածքներ, առածներ, հանելուկներ, անեկդոտներ, նույնիսկ Ջավախքի նոր անեկդոտներ են այստեղ ներառված, հին նոր կենացներ, շատ հետաքրքիր է, ինչ կենացներ են բարձրացնում իմ պաշտերի Ջավախքում, իմ հարազատ բարեկամները, ժողովրդական երգեր։ Եվ այս կանչերի գրքի մեջ հատուկ մի սեր կա հարազատ գյուղի ծննդավայրի Փոկայի նկատմամբ։ Այստեղ բանաստեղծը պատմում է Փոկայի պատմությունը, բայց պատմում է իբրև պատգամ, խոսք ուղղված իր թորնիկին, բայց երբ կարդում ենք այս պատգամը, տեսնում ենք, սա խոսք է ոչ միայն իր թորնիկին, Միքայելին ուղղված, սա խոսք է բոլոր այսօր երիտասարդներին ուղղված։ Ուրեմն լսեք երիտասարդներ, տաղանդավոր բանաստեղծի, մեր ավագ գրչակցի խոսքը ձեզ։ Ես գնում եմ տղաս, դու գալիս ես, իմ ու իմ պապերի կրակահամ արյան միջով հաստատելու քոնը, իմ վախճանը քո սկիզբը պիտի լինի, ընդունիր խրատս, իբրև ճրակ քո ոտքերի համար, վախճանյալների հոգիները վշտանում են անարժան հետնորդների պատճառով, ամեն տողը այնքան վարպետորեն, սիրով, տաղանդով գրված, որ ուզում ես կրկնել, ընդունիր խրատս, իբրև ճրակ քո ոտքերի համար, կամ վախճանյալների հոգիները վշտանում են անարժան հետնորդների պատճառով։ Շատ համաձայն ենք սիրելի բանաստեղծ, եւ ես պատկերացնում եմ, թե որքան կարևոր է, որ այս տողերը կարդան մեր երիտասարդ ստեղծագործողները։ Ես գնում եմ, քեզ եմ թողնում իմ գյուղը, անունը Փոկա, շունչ ու կենդանություն տուր նրան, մեկնիր նրա հեքիաթները, դեռ անմեկնելի կրակոտ ազգ առասպելները, քեզ գտիր նրանց մեջ, նրանցով ճանաչիր ինքդ քեզ եւ քոնը, որ քո ապրածը կոչվի կյանք։ Եվ այստեղ շատ ընտիր էջեր կան նվիրված Փոկա գյուղի պատմությանը, ինչքան տառապանք է տեսել ջավախահայությունը
ինչպես են թուրքերը մտել Ջավախ, ինչպես են կոտորել, այլանձով դարձրել Ջավախը, ինչպես են կռվել, կին ու ամուսին, մարդուկին, պապուտակ կռվել են թուրքի դեմ, մի փոքրիկ հատված։ Մաքո մամա պատմում էր, մեր համբոն երթը մեր սար, բարբարով է գրված, թուրքերին ծեծեմ գալը մեր տուն, ըսում էի, այ մարդ, այդ արտերները մեր տունը քանդեցին, մեր ունեցածը տարան, գոնե մեկը թու կոպն բեր, խեղճ երեխեքս կաթու մածուն ուտեն, ըսում էր հարամալը ինձի պետք չի։ Սա Ջավախն է, մեր պապիկ տատիկներն են, մենք համբրում ենք ձեր ոտնահատքերը, ձերի նախնիներ, մենք սիրում ենք ձեզ, և ոչինչ չի կորչելու, նոր սերնդի այսչից ոչինչ չի վրիպելու, մեկ այլ պատմություն։ Սալվի մամս պատմում էր հայրս, գրում է Միքայել Այգենցը, ծին նստեմ երթում էր մուջախետ, պարկերով ծորեն էր բերեմ, աղմ էինք, հաց էինք ենեմ, ու մեկ երկով ապրում էինք։ Մի անգամ էլ երկու թուրք կտրում են դեմը, ուզում են սպանել ծորենը տանել։ Մամս նագանը հանում է ջեբել ու թուրքերեն ըսում է, յայլա, թե չէ երկուսիդ վեշներ կպրեմ, թուրքերը պիսիկի պես փախնում են, հբը տղամարդ կնիկ էր, օղորմի հոգրում։ Սա է Ջավախը, սա է Ջավախը, սիրելի բարեկամներ, և ահա պիտի այստեղ որոնենք, այս աշխարհի մեջ որոնենք հայի տեսակը, հայի հոգին, հայի ջերմությունը, հայի մարդկայնությունը։ Եվ քանի որ ես շատ կարևորում եմ նաև մեր գրողների գրական գործունեությունը, ես ուզում եմ անդրադառնալ մի կարևոր իրողության, որ հենց այս գրքում առկա է, այստեղ և առհասարակ գրողի ողջ ստեղծագործության մեջ, սիրելի բարեկամներ, միշտ կա խոսակցություն իր գրական գործունեության մասին։ Միքայել Այգենցը պատկանում է այն տաղանդավոր գրողների շարքին, ովքեր Ջավախքում ստեղծեցին գրական կյանք։ Գիտեք, որ Ջավախքում աշուրացում կար, Ջավախքում էր, որ սկսեցին Գանձայի Վահան Տերյանի տոնը տոնել ամռանը, տերյանական օրեր իրենք նախաձեռնեցին, գրական օջախ ստեղծեցին և սա շատ կարևոր էր։ Ու այդ պատճառով մեր հաղորդման ավարտին ես ձեզ առաջարկում եմ, որ լուսանկարներով դիտենք այդ մարդկանց շքեղ աստղաբույլը, ովքեր ստեղծեցին Ջավախքում գրական կյանք և գործում էր Ջավախքի նոր վերնատունը, որտեղ հավաքում էին դասական, գրողների շնչով ոգևորված հեղինակներ և վերջերս գրողների միություն այցելեցին Ջավախքի հեղինակները, խնդրելով մեր աջակցությունը, որպեսզի Ջավախքում մենք վերականգնենք գրողների վերնատունը, թումանյանական վերնատան հարազատ շնչով։ Սիրելի բարեկամներ, այս էր մեր խոսակցության առարկան, ես շատ շնորհակալ եմ այն ոգևորության ուժի համար, որ ինձ անձնապես փոխանցեց, նաև վստահ եմ ձեզ, սիրելի բարեկամներ, Միքայել Այգենց տաղանդավոր հեղինակը, ուրեմն մենք ոչ թե ավարտում ենք հաղորդումը, այլ մենք շարունակելու ենք ուսումնասիրությունը տաղանդավոր հեղինակի, որը իր մեջ ունի շատ կարևոր ասելիք, իր սրտի մեջ բերում է կարևոր գաղափարներ, որոնք շատ անհրաժեշտ են մեզ ու մեր ժամանակին։ Շնորհակալություն Միքայել Այգենցին իր ժառանգության համար, որ դեռ պիտի ուսումնասիրենք, իսկ ձեզ, սիրելի բարեկամներ, ասում եմ ստեսություն, միշտ նոր հանդիպում։